Բյուջեի մասին երկու բառ ասեմ։ Ցավոք հերթական որևէ առաջընթաց չի ենթադրող բյուջեն է, գրեթե նույնական կրկնությունը նախորդ տարիների բյուջեի եւ ընդհանրապես Հանրապետական կուսակցության միանձնյա իշխելու այս տարիներին 12 թվականից սկսած 12 չէ, նույնիսկ դրանից առաջ մի անգամ բերվեց առաջին տարին շատ հավակնոտ եւ լուրջ ծրագրեր ենթադրող բյուջե, բայց դրա օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներով փառահեղ տապալումից հետո հաջորդ բոլոր տարիներին մենք ունեցել ենք գրեթե նույնական բյուջե։ Իրականում գոյատևման, ժամանակ ձգելու բյուջե եւ ցավոք նոր կառավարությունը էական ոչինչ չի արել այս ամիսների ընթացքում որակական նոր ցուցանիշներ ապահովելու առումով։ Միայն այն փաստը, որ հարկեր հնա հարաբերությունը մնում է նույն մակարդակի վրա, իսկ իրականում դա ոչ թե 23.8% է, այլ 17-17.5, որովհետև մնացած մասը օրենսդրական փոփոխություններով սոցիալը մտցնելու եկամտահարկը մտցնելու առումով են, մենք փաստորեն ունենք հարկեր հնահարաբերությունը այն ինչ ունենք 2000-ական թվականների սկզբին։ Իսկ սա նշանակում է, որ խոստումները որակական փոխանցումներ մտցնելու, ստվերը կրճատելու, խոշորներին հարկելու առումով եւս ոչինչ չի արվել։ Որքան այսպես կշարունակվի, կապրենք, կտեսնենք, բայց որ այս բյուջե չի լուծում Հայաստանի առջև դրված կարևորագույն խնդիրները ակնհայտ է։ Նույնիսկ եթե երեք դուք հետևել եք ազգային ժողովում քննարկումներին եւ լսել եք հանրապետական խմբակցության տեսակետը բյուջեի մասին, եթե նախորդ տարիներին դեռևս փորձում էին շատ ավելի վստահ, ինքնավստահ խոսել, գնահատել, ապացուցել, որ սա լավ բյուջե է, այս անգամ գրեթե մանրադիտակով փորձում էին ինչ-որ դրական բաներ գտնել իրենց իսկ ներկայացրած բյուջեի մեջ։ Սա ևս խոսում է մեր ընդհանուր մթնոլորտի մասին։ Երկրորդ թեման բնականաբար Ադրբեջանի կողմից մեր ուղղաթիռի կործանումն էր։ Սա նոր իրավիճակ է ստեղծում որոշ վերատեսության ենթարկի իր քաղաքականությունը այս հարցում։ Երկու առումով, որովհետև նախ մենք կորցրեցինք նաև հրաշալի սքանչելի տղաների մեր ուղղաթիռի անձնակազմին եւ այս ընթացքը շարունակել ուղղակի հղի է անկախատեսելի հետևանքներով։ Ադրբեջանը հետևողականորեն ապացուցում է, որ ինքը շարունակելու է սադրանքների լեզվով խոսել, բացարձակապես որևէ սպառնալիք չներկայացնող զորավարժությունների ժամանակ ուղղաթիռի խոցումը իսկապես մեզ պիտի հարկադրի մտածել այլ տարբերակներ։ Առաջինը, որ պիտի պատժվի Ադրբեջանը, կոնկրետ թիրախային գործողություններ իրականացնեն, կարծում եմ, ես ռազմական գործիչ չեմ, երեք ասել եմ, բայց սա ուղղակի անթույլատրելի է, մինչև չպատժվի նա շարունակելու այս քաղաքականությունը։ Եվ երկրորդ, մենք պիտի հասկանանք, որ մեզ համար պիտի Հայաստանը դառնա մարդու երկիր։ Յուրաքանչյուր նման զոհ, դուք երևի տեսել եք համացանցում մեր տղաների լուսանկարները ընտանիքներով,
մեծագույն ողբերգությունը, ես երեք ցավակցել եմ իհարկե հարազատներին, բայց մենք պետք է կարողանանք Հայաստանը դարձնել մարդու երկիր, ոչ թե մեր հարևանի նման տոհմական անասունի։ Առաջին քայլը դեռևս կարելի է համարել Հանրապետության նախագահի ռազմական ուղղաթիռով այցը, երբ որ Ադրբեջանը հայտարարում էր փակ թռիչքային գոտի Լեռնային Ղարաբաղի տարածքը, բայց սա միայն սիմվոլիկ նշանակություն ունի եւ սիմվոլիկ քայլերով բավարարվել չի կարելի։ 3 տարի է մենք խոսում ենք քաղաքացիական թռիչքները կազմակերպելու մասին, Ղարաբաղի օդակայանը գործարկելու մասին, հիմա Ադրբեջանը իրեն թույլ է տալիս Ղարաբաղի տարածքը փակ թռիչքային գոտի հայտարարելու։ Այստեղ իհարկե հսկայական անելիք ունի նաև մեր քիչ գործունյա արտաքին գերատեսչությունը, մնացածը ռազմական գործիչների հարցն է։ Մի թեմա զուտը ոնցիկ ես կանդրադառնամ թեմայի, մնացածը հարցերով, ուզենք թե չուզենք ներքաղաքական զարգացումները և սահմանադրական փոխների հարցը օրակարգում են։ Ես գնալով ավելի եմ համոզվում, որ մենք հանգիստ կարող էինք այս երկու գործընթացները չխառնել իրար։ Քաղաքական ուժերը շատ հանգիստ կարող էին ներքաղաքական պայքարը, սոցիալ-տնտեսական քաղաքական պահանջները պահել օրակարգում, զուգահեռ նաև զբաղվելով սահմանադրական բարեփոխումների հարցով, որովհետև սրանք ուղղակիորեն իրար չէին խաչաձևում։ Մասնագիտական խումբը աշխատում էր, հայեցակարգերը ներկայացնում էր եւ հանգիստ կարելի էր սրանք զուգահեռ պրոցեսներ տանել, ինչը կարծում եմ Հայաստանի ապագայի համար ավելի շահեկան կլիներ։ Ցավոք մենք այսօր այս իրավիճակը չունենք, առաջիկա ամիսները ցույց կտան, թե քաղաքական ուժերը որ ճանապարհը կնախընտրեն։